Տուտ շենք, մեջտեղի պածեստ, չորորդ հայակ դեպի դուր, էմա, հելատո էմայի աղջկան մեկը հայաթո մատով կապներ, վիկային, մուրը կծծացներ, դպրոցում հավաքարար էր, ու տղամարդկած վարսավիրանոց, բա գնայր, մայր էր հետը գնայր թնդիներիտ, բուժանցնան կազմով ու ծավիրա բերում քո երեխային, դու ես ծավքաշե բեր է, այդ բժշկույների ծալիկին չի, Գայր մտներ զինվորական, դատախազի մոտասեր զինվորական, դա Էլիս Բալյան ես, Էլիս Բակեր, միացել է Էլիս արայինց, բոզի տղա, մարդը սրտի խնդիրը վրեն, ստենդը մեդը վրեն դրած, սրտի կան կարծանակը, ես երեխից վեկալ է տշում եք աչուձավ, բա բոզի տղա գագոյի տղուն խիչ ես տշում, արշակի տղուն խիչ ես տշում, վովայի տղուն, տաղո նաքայան երկու տղեքին, յա կուլտուրական են, յակ ված կա կուրտա, Բա հիմա ընկել ես գերեզմանի վրա լացամ ես որի, բոզալաց ետրել ես որի շտիկին։ Ոչ Սուրեն Պապիկյանն է մեղավոր, ոչ է բժիշկն է մեղավոր, մերելը վերջ։ Այո, պնեն մեղավոր չի, մեղավորը գնաց ծծրա։ Նյատը լրատվամիջոցներով տալում են, բա ու ծիրորդ հիվանդանոց է բժիշկները սենց, գնա ես տղուտ հետ։ Աշխատը մենք, ես ենք անում է հետու, բա սրտային երեխոտ վեկալ է տշում են հարկից հարկ, բա մետ հելը գնազը, բժկույ ճան մորդ կոնեմ ես չես անում։ Սա, ու, ահիմա նույնն է այս աղբարացորի, երեխեքն են։ Պայմանները, ես ինատու վիդո չեմ հելապարակամ, ուղակից ուտետ երեխեքի համար։ Լերնիկի շունը, որ մերավ, լերնիկ դողոլմազիկ, երևայնան 18 չեք, եկ հոտ բնակարա դեպի դուր, առաջի պածեստ։ Այս սևոն, մեր շենքի սևոն, մեր մանկության շունը, ավելի իդեալական պայմանները մեր ապրեմ, քան այս աղբարաձորի մարտական դիրքերի զինվորները։ Ոչ մի կենթանի, ոչ մի շուն, այս դիրքում չի մնա, չի մնա, բայց այս զինվորներն ընդեղ են, ու ես ավելի կան վստահ եմ, որ այս զինվորների ծնողները գիտեն, ինչ պայմաններում են ապրում իրանց երեխեքը, գիտեն ու լռում են, իրանք նամուսով են, իմ երեխուն կվնասի։ Դուք հասկանում եք, որ ձեր երեխեքը, որոնք որ 4-5 ամիս է, վերևից ներքև չեն իջե։ Այդ լողանալ, էդ իմորանը մենք։ Որպես պիտանի մարդ, այլևս առողջական տեսակետից ի վիճակի չեն։ Սրանք վաղը մյուսօր երեխա չեն կարա բերեն։ Դառնալու են նվերիկ քոքը պիտի կտրվի բոզի տղայա, բայց ես մարդիկ խոմ բոզի տղա չեն։ Սրանք հանրության անտարբերության զոհերն են, որոնք մենք տենում ենք կամ այսպես, կամ մեկը մեկի գյուլելով։ Մի օրվա մեջ 3 զոհ, 2 սպա։ Եվ ոչ մի հետևություն։ Ես ուզում եմ, որպեսզի ես հիմա ուզում եմ դիմեմ զինվորներին։ Ոնց են ժամանակ մենք ունեինք խլեշի քֆուր, չէ, ով պոստում քնի բոզի տղայա։ Եկեք քֆուր ֆրցնենք, հարգելի զինվորներ։ Որովհետև չկա ռազմական ոստիկանություն։ Եթե ռազմական ոստիկանություն լիներ, այս բանը չէր լինի։ Հա? Որ ով գյուլեց, երկուսն էլ բոզի տղա են։ Որ մի զինվորը աֆիցերը գյուլեց, որ մի աֆիցերը զինվորին գյուլեց, բոզի տղայա ցանկացած բազարի պատճառով, ով զենք պահեց մեկի վրա, այդ զենքից կրակողը բոզի տղայա, այդ խլեշը պիտի ֆրցվի։ Պիտի մի կերպ ես դուք ձեր կյանքի մասին մտածեք, մինչև գա նորմալ մի հատ քյալեն թափած մեկը, որ դնի սաղի մորը ծսնի ու հասկանան ինչա նշանակում բանակ։ Եթե սա իշխանություն ելներ, այս բոզի տղուն ու մանուն ազգարուն ասուրեն Պապիկյան, վաղուց արդեն են, որ 15 հոգի վարվան ժարի տեղան ու մինչև այսօր չկա հանգամանքը, թե ինչ եղավ վաղուց, հանե շպրտել էին դուրս։ Հասկացեք, այս ազգը չի հասունացել ոչ կրթական, ոչ հոգեպես, ոչ բարոյապես եւ այլն, որ դառնա բանը հոլանդացի, ֆրանսիացի, անգլիացի կամ ամերիկացի, որ մենք խոսանք բանը թափանցիկություն, ժողովրդավարություն եւ այլն։ Չի կարող բանակում լինի թափանցիկություն, ժողովրդավարություն։ Դուբինկա, վերջ։
Եվ ես ուզում եմ որ ընկեր ծնողները հարգելի ծնողներ այդ երեխուն որ դուք ղրգում եք 24 ամիս բանակ ես հասկանում եմ շատերը ուրախանում են դա միշտ եղել է որ տնից մի աման հացուտուղ պակասավ ես զինվորներ ունեի որոնց ծնողները ոչ գալիս էին ոչ վերցնում էին ոչ դաժե հասարակ նասկի չէին ղրգում ու այն յախշիներին ես ասում եի որ դուք բան արեք ես էի փոխտալի գնամ Արմենիաց այն ինչեր են կուկուեր ինչեր ոչ եմ դրա բանից խանութից եւ այլն Մարտենից ղրգում են բանակ եւ մոռանում են ասում են վсё պրծանք 24 ամիս մի աման ճաշուտող տնից պակսավ Ատես կան բայց կան նաեւ մայրեր որոնք որ կամ հայրեր որոնք որ իրանց երեխեքի հետ հավասար 24 ամիս ծառայում էին Կապեպեից դուրս էի հանում բանից էին մտնում գեսեմից հանում էի կապեպեից էին մտնում Ես ուզում հասկանամ նմանատիպ ծնողներ հիմա էլ չկան Ինգեր զինվորական մի հատ զինվորական վաղը հեր գնա երկրորդ բանակային կորպուս հələ մի հատ փորձի գնալ ես մարտական դիրքեր ես աղբարազորի վերևը հələ տես կարաս գնաս Զինվորական դատախ տես կարաս Քո գեղարքունիկի մարզի դատախազին զինվոր հանձնարարի եթե ալարը մեզ որը տեղից պոկես ասա գնա աղբարազորի 100-103 ոչ եմ դիրքերը մի հատ էլ անցի մի հատ էլ նկարի ինչի ես տենամ հələ դու կարացել ես բարձրանաս Ու այդ ինչ զինվորները որոնք ամիսներով սմենափող չկա Իսկ ինչի չկա որովհետեւ պրիզիվ չկա Մարդ չի հերիքում Խի ծաղին ազատում եք աչու ձախ Ընկնում եք հիվանդի հետևից, ոնց որ ես Էրիկ Հարությունյանն, որովհետև մեր կուլտուրական կնիկա չցրեց ձեր բերանը, իտոգում խտրեմ հեռավես երեխեն։ Իսկ մնացածը դուք խիկարա գնաք Գագոյի նվերիկի հետևից։ 4 հատ ջիփ հետևից կծած ֆռմա նվերիկս, կարակ մոտիկ է թա, մամաները կծածացանի։ Ընկեր զինվորական դատախազ։ Եվ Այղազարյան։ Ոստի ընկեր ծնող մենք են բանակը չունենք որ դու 10 ու ասես տարեք ինչ ուզում եք արեք ձեր երեխեք ամիսներով չեն իջնում մարտական դիրքերից սա անթույլատրելի է մարտական ծառայությունը չի կարող տևել 15 օրից ավել ծայրահեղ դեպքում եթե հայտարարված է թիվ 1 Բայց 3-4 ամիս առանց ինձ ասում են 5 ես մտածում կարող է չափազանցնում են ամիս ու կես բանկրճատում եմ բայց 4-3 ամիս մարդուն դիրքերից չիջեցնես ներքև Որտեղ ոչ մի պայմանագրային այդտեղ չի բարձրանում ու ատերի աֆիցերն էլ բնականաբար հիմա ով իշի դիումա գրելու դուրս գազեկուցա գասի կողեմ կոպահաս բանակ Սրանց ուզածն դա է Ազգային ժողովի պատգամավորներն են մեկն ու մեկը նեղություն